ընթերցվեց ճիշտ։ Կողքը ստորագրեք, ձեր անազգանը գրեք։ Ստակը ստորագրեք։ Ինչ ան? Ստորագրեք։ Փորձել են գողություն կատարել։ Չեմ կարող ասեմ, չգիտեմ։ Ապակին գողություն կատարել նպատակով։ Կոնկրետ իմ մեքենային մի քանի անգամ գողություն կատարվել է, եւ այս եւ այն մեքենային գողություն կատարվել է։ Կոնկրետ այս մեքենայի պարագայում ապակին ջարդել են, հայելին ջարդել են, մեջ եղել է հեռախոսը տեղում է, ուրիշ այլ բան աչքս չի նկատել, ինչ որ բան պակասել է, թե չէ։ Այսինքն քիչ հետո կնայեմ կտեսնեմ ինչ որ մի բան պակասա, թե չէ։ Ֆոտո դեն ապակին ինչպես նաև վնասել են, Ինչքան վնասել են մոտավորապես։ Չեմ կարող ասեմ։ Նախնականով։ Չեմ կարող ասեմ։ Գաղափարում եմ։ Մի քանի ամիս առաջ իմ մյուս մեքենան են եւ ջարդել են մեքենան եւ այրման փորձ ա եղել։ Դա նախորդ դեպքներ, եթե չեմ սխալվում, 3 ամիս, 4 ամիս առաջ է տեղի ունեցել այդ դեպքը։ Ես դրանից առաջ էլ մեքենայից էլի գողություններ եղել են, բայց այսօրվա դեպքը կոնկրետ ես միտում եմ տեսնում, որովհետև մեքենայի մեջ եղել է իմ հեռախոսը, մյուս հեռախոսը մեքենայի մեջ է եղել, ես հենց եկել եմ առաջին այդ եմ նայել, հեռախոսը տեղում էր, կոնկրետ դիմապակին են, այս կողային հայելին են ջարդել, կողապակին են ջարդել, եւ ես նախնական գնահատականներ չեմ ուզում տամ, բայց քանի որ դեպքերը հետեւյալ կերպ են զարգացել, նախ առաջինի մեքենան այրելու դեպքը, հիմա էլ արդեն կոնկրետ ջարդելու դեպքը, դա թույլ է տալիս ինձ որոշակի ենթադրություններ անել, որ սա կապված է նաև իմ քաղաքական գործունեության հետ։ Այսինքն, եթե նախորդ դեպքը չի բացահայտվում, մինչև հիմա չկան մեղավորներ, չկան այն մարդիկ հայտնաբերված, որոնք որ այդ դեպքը կատարել են, եւ հիմա էլ համոզված են, որ որևէ մի կերպ մեղավորները չեն պատժվելու, որովհետև բազմաթիվ, կրկնում եմ, նման դեպքեր տեղի ունեցել իմ հետ, արդեն հաշիվը կորցրել եմ քանի անգամ նմանատիպ կամ գողություն, կամ վնաս տալու, կամ ինչ-որ ինձ մեսիջներ փոխանցելու դեպքեր։ Եվ հիմա ես սա այսպես չեմ թողելու, մեղավորները անպայման պիտի պատժվեն, եթե իրենք չեն կարողանում գտնել այդ հանցագործներին, ուրեմն ստիպված մենք ենք այդ գործով զբաղվելու, այսինքն կան այստեղ բազմաթիվ տեսախցիկներ կան, տեսնում եք, այս նորակառույց շենքի վրա էլ կան տեսախցիկներ, շենքի վրա էլ կան տեսախցիկներ, այս տարածքը առնվազն 10 տեսախցիկ կա, անցած դեպքի ժամանակ էլ այդ տեսախցիկները եղել են, ուրիշ տեղեր են, որ արվել եղել են, այսինքն եթե ուզենան գտնեն, կգտնեն, եթե չեն ուզում գտնեն, կարան 1000 մի հատ պատճառ բռնեն չգտնելու, այսինքն սա ինչ է, իր բեսպրիձել է, քիչ մի թալանում են, մարդկանց նյութական վնաս են տալի, հիմա էլ արդեն անցել են բարբարոսության, ջարդելու, փշրելու, ավիրելու, ինչ են ուզում սրանով ասեն։ Ուրա ոստիկանությունը։ Մեկ գիշերը ես տեսնում էի Սամվել Կարապետյանի դատին էի, տեսնում էի հարյուրավոր, հազարավոր ոստիկաններ։ Դուք տեսեք ինչքան ոստիկան կար։ Ուրա բարեկային ծառայությունը։ Ուր են այն մարմինները, որոնք որ պետք է օր ու գիշեր այս փողոցներում, բակերում շրջեն տեսնեն այդ ապահովեն անվտանգությունը։ Մարդիկ ապահով չեն ապրում։ Մարդիկ, ես միայն իմ համար չեմ ասում, նաև մեր մի շարք հայրենակիցներ, իմ հարևաններ էլի նմանատիպ դեպքեր եղել են, երբ որ գողության դեպքեր են եղել, գողությունը կարծեք թե դարել է ամենօրյա, բայց այն որ արդեն բեսպրիձելն է դարել ամենօրյա, դա արդեն ինձ համար բան է, էլի,
կարմիր գիծ է, էլի, հասկացանք, ոչ գողին եք կարողանում բռնեք, ոչ էլ այս հանցագործներին, որոնք որ մարդկանց գույքերն են վնասում կամ չէ, ես գիտեք ինչ, այնպեսի տպավորություն ստեղծվի, որ ես փորձում եմ սա քաղաքականացնել, բայց եթե կրկնում եմ հանցագործները չեն գտնվում նախորդ դեպքերի հետ կապված, ուրեմն ես սկսում եմ որոշակի ենթադրություններ անել եւ չգիտեմ իրավապահ համակարգիչով զբաղված անկողին մտել դուրս չի գալիս ով չգիտեմ ով հետ է քնում ով հետ է վեր կենում կոնկրետ դեպքեր կան որոնք որ չեն բացահայտվում եւ այդ չբացահայտում բերում է նոր հանցագործությունների եթե գողություն են չես ապակին ջարդում եղել է դեպքեր որ բան են արել ինչ որ տարբեր պահեստամասեր են գողացել տարել այդ ինչ որ չափով հասկանալի է նյութական ակնկալիք են ունեցել որ տանեն վաճառեն չգիտեմ ինչ որ նաև Telegram ալիքներով են այդ տվյալ ապրանքը մեկ էլ փորձում նաև այդ ով որ գողություն է կատարել վաճառի սեփականատիրոջ վրա բայց սա տեսեք մեքենան ջարդած վնասված մեքենայի մեջ ավիրած այսինքն կոնկրետ ջարդուխորտ են արել այսինքն դա դիտենք որպես գողություն ոնց ես դիտեմ սա որպես գողություն այն որ տարբեր ելույթներից տարբեր իմ գնահատականներից հետո շատ տարօրինակ կերպով տարբեր բաներ են կատարվում դա ակնհայտ է նախորդ դեպքն մեքենայի այրման փորձի հետ կապված ինձ այդ կասկածանքները տալիս էր հիմա արդեն այրելը չկա կոնկրետ մեքենան են ջարդել երբ պիտի ուրախանանք որ էլ չեն այրում մեքենան են ջարդում հետո եղել է ուրեմն արգելակների հետ կապված խնդիր ամիսներ առաջ երբ որ մեքենան արգելակների հետ կապված խնդիր ունեց ես չգիտեմ կա թե չկա համենայն դեպս սենց չէր կարել այսքան հենց պատահականություններ լինել չի կարա մի քանի 3-4 անգամ պատահականություն լինել ես ամենևին չեմ էլ ուզում ինչ որ համոզված չլինելով գնահատականներ տալ բայց գոնից եմ կրկնում քանի որ դեպքերի հաջորդականություն նման կերպով է զարգանում եւ կրկնում եմ մեղավոր չկա պատժված մարդիկ չկան հիմք է տալիս ինձ բազմաթիվ հարցականներ ունենալու իմ մոտ բազմաթիվ հարցականներ կան ինչուներ կան պատասխանները չկան ինչու եթե դու ուզենաս ապահովես կապահովես կրկնում եմ հազարավոր ոստիկաններ իր անվտանգությունը ապահովում են իր ամառանոցի մոտ քանի ոստիկան կա հազարավոր որտեղ գնում է փրկարար հատուկ ծառայության մարմիններ ես չգիտեմ զորքա հետը տանում հիմա ազգային ժողովում քանի ոստիկան կա իր կառավարական դաշտում ինչքան կա կառավարության հարակից տարածքում ինչքան ոստիկան կա ինչքան բարեկային ծառայություն կա այդ մարդկանց սուրբ պարտականությունն է այս փողոցներում այս բակերում անվտանգությունը ապահովել մարդկանց բնականոն կենսագործունեությունը ապահովել ամեն բակում ամեն մի չգիտեմ այգում նարկոտիկներ ու եսիմ ինչա եթե պետությունը այդքան անզոր է եւ չի կարողանում գողություն անողներին բեսպրիձել անողներին չգիտեմ այդ հրոսակախմբերին դեմը առնի մուրճնել է իրանց ձեռը մեղնել է իրանց ձեռը ինչի ընդհանրություն պիտի արվի որ այս վիճակը ձեռա տալիս իշխանություններին ուրեմն ձեռա տալի իշխանություններին ուրեմն ձեռա տալի որ այդքան հանցագործ դուրսը մանա գալիս ուրեմն ձեռքա տալի որ այդքան մարդիկ նարկոտիկ ու եսի ինչեր են բաժանում ու տարածում այսպես ինչ երկիր է դարել է մի անապահով երկիր որտեղ որ հայ մարդը ոչ իր խոսքի համար է անվտանգ որ խոսա մեկի խոսելու համար են ազատ այդ մարդը ընդամենը Սամվել Կարապետյանը ասել էր ես սատարում եմ հայ առաքելական Սուրբ եկեղեցուն ուր այդ մարդը քրեակատարողական հիմնարկում է գողերը որտեղ են գողերը ամեն օր ընկած գողություն են անում թալանում են ջարդում են վնաս են տալի հիմա այս չգիտեմ ես չեմ կարող ասեմ չգիտեմ մեքենան կոնկրետ ջարդել են տեսնում եք պատկերը ձեր աչքի դեմնա ավիրել են մեքենան
Ինչ ասեմ, ես ասելու բան չունեմ։